16+ մուտքը։ Ահա որ շան հոտ է գալիս։ Էս ինչ հոտ է։ Ջոն Քրիստի սերիական մարդասպան, որի փոխարեն կախել են մի անմեղ մարդու, մեղադրելով սեփական կնոջը աղջկան եւ փոքրիկ տղային սպանել մեջ։ Հետագայում ամբողջը բացահայտվել է եւ նրան նույնպես մահապատժի են ենթարկել։ Ոնց որ մարդ մեռած լինի ու հոտ գա, այդպես հոտ է գալիս։ Ես դեռ չգիտեի սրանք ինչ սենյակներ են ու ինչ դաժան հանցագործություններ պետք է այստեղ բացահայտեմ, ու որ ամենաահավորը իրական պատմություններ էին։ Ինձ թվացել էր միայն իմիտացիոն սենյակներ են վախի մթնոլորտ ստեղծելու համար, բայց ոչ, սրանք բոլորը իրական հանցագործներ էին։ Եվ այսպես Ջոն Ջորջ Հեյգ, նույնպես սերիական մարդասպան, որը խմում էր իր որոշ զոհերի արյունը, դնելով խողովակ նրանց գլխավոր արյունատար անոթի մեջ, որից հետո լուծում դիակները ծծմբական թթվի մեջ, կեղծում էր փաստաթղթերը հափշտակելով նրանց ունեցվածքը, մեղադրվել է 6 հոգու սպանության մեջ, բայց խոստովանել է, որ սպանել է 9-ին, ենթարկվել է մահապատժի ու կախաղան բարձրացվել բանտի բակում։ Հերթական սերիական մարդասպանը 1980-ականներին ահաբեկում էր Մեծ Բրիտանիան։ Երբ նրան ձերբակալեցին 1983-ին, նա ինքնաբերաբար հայտարարեց, որ սպանել է առնվազն 15 երիտասարդ մարդու, պահպանելով նրանց մարմինները սարսափելի պայմաններում։ Դենիս Նիլսոն, նրա մասին է խոսքը։ Մեր փոքրիկ սարսափելի ճանապարհորդությունը ավարտվեց, սիրելիներս, մեծ հաճույքով չէի անցնի այդ սենյակների մեջով, բայց ուրիշ տարբերակ չկա, եթե դուք չանցնեք այդ սենյակներով, չեք կարողանա հայտնվել այն հավես վայրում, որտեղով հիմա մենք բոլորս միասին կանցնենք լոնդոնյան տաքսիներով։